Իշխանությունն էլ ամեն ինչ արել, որ իր օպոնենտը լինի խորհրդանից դուրս նախկին իշխանությունը։ Ասեն ասֆալտը չէ կարելի կանեն, ասեն բալա ձեր արած ասֆալտին, բռնություններ կա, ասել են Պողոս Պողոսյանին դուք ծեծելով սպանեցիք։ Ուրիշ հարցնացին հոկտեմբերի 27-ը։ Վերսա կսկսվի կնայեք լավ։ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությանը մասնակցեց 25 քաղաքական ուժ, 21 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Ընտրապայքարը վերածվել էր նախկինների ու ներկաների բանավեճի, հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի միջև էր, որում ընդգրկված էին Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Վերածնվող Հայաստան կուսակցությունը, ինչպես նաև անկուսակցականներ։ Պաշտոնական քարոզարշավն անփոփոխ հանրահավաքները երկու հիմնական քաղաքական ուժերն էլ անցկացրեցին Հանրապետության հրապարակում։ Ապագա կա ապագա կարգախոսով ընտրությանը մասնակցող կառավարող ուժի հանրահավաքը հունիսի 17-ին էր։ Փաշինյանի ելույթի առանցքում պնդումն էր, որ վերադարձ անցյալին չի լինելու։ Ժողովրդի դեմ խաղ չկա։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչքան ուզի, այնքան էլ կխփի։ Հանրահավաքից հետո Փաշինյանը երթով բարձրացավ հանրային հեռուստաընկերություն, մասնակցելու նախընտրական մեծ հեռուստաբանավեճին։ Բանավեճին մասնակցությունից հրաժարվել էին 5 քաղաքական ուժ, այդ թվում Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը։ Մեկ օր անց, հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում արդեն Ռոբերտ Քոչարյանն էր։ Այս ընտրությունը արժանապատիվ խաղաղության մի կողմից, ծնգաչոք հայտարարության մյուս կողմից։ Համաժողովրդական քվեարկության նախորդ օրը ժողովրդին դիմեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II։ Վեհափառը կենսական անհրաժեշտություն էր համարում, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չենք կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը։ Հունիսի 20-ի ընտրության արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստացավ քվեարկության մասնակցած քաղաքացիների ձայների 53.92%-ը։ Հայաստան դաշինքը ստացել էր 21%-ից մի փոքր ավելին, ուրիշ ոչ մի ուժ չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն օրենքի պահանջով խորհրդարանում պետք է ընդգրկված լինի առնվազն 3 քաղաքական ուժ և մանդատները տրվեցին նաև պատիվ ունեմ դաշինքին, որը ձևավորել էին Հանրապետականն ու Հայրենիք կուսակցությունը։ Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա, ժողովուրդը իրականացրել է պողպատե հեղափոխություն։ Ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի մեծամասնությունը համարում էր, որ եղել են կեղծիքներ, կիրառվել է վարչական ռեսուրս և չընդունեցին հրապարակված արդյունքները։ Այդուհանդերձ Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ի որոշմամբ ուժի մեջ թողեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։